Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, ողջունում եմ ձեզ իմ ալիքում եւ ասում, որ մենք սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ես շատ մեծ ամառային մաքրություն եմ սկսել, այնպիսին, որ կարծում եմ հաստատ մինչեւ աշնան կեսեր էլ ոչ մի բան չեմ անի։ Պատուհաններն եմ մեր սենյակի լվացել, վարագույրներն եմ հանել, բացը հարթուկեցի, քիչ առաջ կախեցի, հեսա մուքը դեռ չեմ լվացել, դա էլ կլվանամ, կարթուկեմ, կկախեմ, պահարաններս իդեալական, մաքրել, դասավորել, բոլոր հագուստները հերթով հանել եմ, նայել եմ, որ հագուստներն են հագնելու, որոնք են նետելու, լվացել եմ, արթուկել, կախել եմ, սոսեի դարակն եմ դասավորել, չնայած մենք այստեղ արդեն գծագրել ենք նոր պահարան, մեր սենյակը դե վերջնական չէր վերանորոգվել, կհիշեք, որ այստեղ դեռ սենց մի հատ ազատ այսենց փոսընկած հատված ունեինք, որը պետքա պահարան հավաքվեր, որտեղ պետքա պահարան հավաքվեր ու երեք գծագրեցինք ի վերջո, հիմա արթուկի սեղանն է դրած այդտեղ ճիշտ է, բայց գծագրեցինք արդեն պահարան, որ հավաքենք այս հատվածում սոսեի համար, որովհետև իրեն այս մի դարակը մեր պահարանի քիչ է, իհարկե մի դարակ էլ ունի, այս ներքևի հատվածում քաշովի, հիմա ցույց կտամ, տեսախցիկը կթեքեմ, կտեսնեք, բայց ամեն դեպքում սոսեին քիչ է, դրա համար ավելի լավ է ինքն այստեղ իր առանձին պահարանը ունենա, փոքր չի է, տարածքը ահագին է սոսեի համար հաստատ լրիվ բավական կլինի ու ընթացքում նաև արթուկ եմ անում, լոգարանն եմ ամբողջությամբ մաքրել, մեր սենյակը եւ մնացել է խոհանոցը, հյուրասենյակը, տղաների սենյակը, միջանցքը, մի խոսքով, այդպես։ Ընթացքում նաև գծագրում ենք այն կիսատ գործերը, որոնք անցած տարվանից մնացել են, այս տարի էլ դրանք անենք, երևի թե ավարտենք, բալկոնի հատվածը պետքա վերանորոգել ու տանը դե տենց շատ խիստ վերանորոգման աշխատանքներ չունենք, բալկոնի հատվածն է մնացել դրսում եւ սենց մի երկու մանր-մունր բաներ, պահարան, մի երկու հյուրասենյակում փոքր պահարան պետքա հավաքենք, ջահերը պետքա գնենք, ինչպես տեսնում եք, այս հատվածում լամպա կախված, երկրորդն էլ այստեղ է թողնված տեղը, պետքա մահճակալի երկու կողքերից լամպ կախվի, այստեղ չկա գլխավոր լամպը մեր սենյակի, մի խոսքով սենց խառը գործեր ունենք իրականում անելու, այս ամռանը կանենք արդեն կվերջացնենք։ Այս էլ սոսեի դարակը, որ ասում էի, էլի սիրուն դասավորեցի, իր փոքրացած հագուստները դուրս գրեցի, փոքրացած կոշիկներ ուներ մի երկու հատ նորածնային, որոնք դուրս գրեցի ու մի քիչ արդեն մեծերն ենք վերցրել, լողաց կեսները սոսեի, այստեղ բրոշներն է, որոնք արդեն իրար վրա եմ դնում շատությունից, բայց հեսա որ իր պահարանը լինի, բրոշների համար առանձին տեղ կհատկացնեմ, մազակալների համար, ներողություն բրոշ էի ասում, մազակալների համար առանձին տեղ կհատկացնեմ, այստեղ էլ սոսեի հագուստներն եմ, իրնել էի հանել, լվացել, արթուկեցի, կախել եմ այստեղ, հեսա կտանեմ լոգարանում, կկախեմ, հյուրեր ունենք, հյուր ունենք, ամուսնուս ընկերն եկել սրճի մեզ հետ, այդպես։ Շատ դժվար է գործն ավարտին հասցնել է, երբ դու նաև կին ես, մաման ու պետքա հոգաս առօրյա կենցաղային հոգսերը ևս, այն գործը, որ հնարավոր է անել կպած մի 3 ժամվա ընթացքում, օրեր ա տևում, որովհետև ընթացքում կամ սոսեն ա լացում, ստիպված եմ լինում իրան կերակրել, հանգստացնել, քնացնել, ժամանակս գնում է, երեխեքն են հաց ուզում, ստիպված եմ լինում իրենց հաց տալ, դնել, հավաքել, եփել, թափել, հետո իրենց պատրաստել, որ գնան պարապմունքներին, հենց հիմա գնում եմ Առնոյին պարտեզից վերցնեմ, հիմա Առնոյին տանեմ տուն, թայեմ, լողացնեմ, ուտացնեմ, հետո նորից սոսեն կարտնանա, այդպես շարունակ, բայց դե օրոգ մնացած ամբողջ ընթացքը գործ եմ անում, որովհետև իսկապես չեմ ուզում օրեր տևի, այս ամառ չգիտես խի տրամադրվել եմ, որ պիտի ավելի հանգիստ լինենք,
երեխեքի հետ ավելի շատ դուրս գանք, ինչ-որ տեղեր գնանք, չեմ ուզում ամբողջ ամառս անցկացնեմ գործ անելու վրա։ Եկա երեխաների սենյակ, ուզում էի Instagram-ի reel նկարել, բայց հիշեցի, որ ես ախր YouTube-ի vlog եմ սկսել ու պետքա ձեզ ցույց տամ, թե ինչ վիճակա այս պահին այստեղ խաղալիքներն ա լցրած, որը շուտով կվերացնենք շատ հետաքրքիր տարբերակով, այսենց բան եմ պատվիրել Wildberries-ից, հիմա կբացենք, ինձ թվում է իդեալական ասազելու երեք, չէ, վերացնել ասելով գալիս նկատի չունեմ, նկատի չունեմ կցեմ զիբիլը, հեսա կասեմ ինչ ենք անելու, ինձ թվում է երեխաների սենյակի հետ իդեալական սազելու է, Ոյ կարծում եմ շոտ սիրուն բան եմ պատվիրել, մի խոսքով հեսա կբացեմ դա կտեսնեք, պահարանը պետքա դասավորենք, գրքերը, անկողինը պետքա երեխաների փոխեմ ու սրանք արդեն դեն եմ նետելու, որովհետև ահագին մաշվրտվել են, պատվիրել եմ անկողնային հավաքածու երեխաների համար, կբացեմ կտեսնեք, այս անկողնային հավաքածուն բովոկանի երկար օգտագործեցին երեխաները, երևի թե մի 3 տարի 3 տարի կլինի հա օգտագործում են ու էլի շատ լավներ ես գոհ եմ, բայց այս անգամ ավելի լավ բան եմ պատվիրել լյուքս որակի SAG-ից երկրորդ անգամ եմ օգտվում մեր անկողնային հավաքածուն եւ մահճակալի ծածկոցը էլի իրենցից էի պատվիրել, շատ գոհ էի, որոշեցի անպայման երեխաների մահճակալների համար էլ անկողնային հավաքածուներ պատվիրել, ճիշտ է մի քիչ ավելի թանկոտ է Բայց թե ոչինչ, Ադան այստեղ հետևի ֆոնին Արնոյին ասում սուս մաման բան է նկարում, ջան։ Ես կարամ ես տարեմ թարը հաղամ։ Հա, կարաս, տակ խաղամ։ Մի խոսքով, պահարաններում պատկերացրեք շատ բան չկա անելու, որովհետև դե գիտեք, ես սիրում եմ պահարանները միշտ ցենց հավաքված կոկիկ պահել, դրա համար այստեղ ասեք մի երկու բան ասես թեթև քանդվել, երեխաները ընթացքում ինչ-որ հագուստ են հանել, հիմա հեշտությամբ կհավաքենք, կմաքրենք, կարևորը այս պահարանն է, որ տեսնենք էլի ինչ կա դուրս գրելու եւ խաղալիքների մեջ տեսնենք ինչեր կա դուրս գրելու, մի խոսքով հասկանանք ինչ ենք անում, ընթացքում ձեզ ցույց կտամ։ Այստեղ էլ ծաղիկներս են, տատիկիս տանից բերած ծաղիկն է, իր համար այսենց սիրուն գարշոկ եմ վերցրել։ Տեսեք ինչ սիրուն է։ Դեռ չեմ հասցրել փոխել, դա էլ կանեմ ընթացքում, այսօր չէ երևի թե, որովհետև հարմար բաներ եմ պատվիրել ու ուզում եմ նոր հող վերցնել իրեն փոխելու համար, բայց կփոխենք, դա էլ կփոխենք, սրանք էլ իմ ծաղիկներն են։ Մի հատ նայեք խնդրում եմ ինչ սիրուն պուֆիկ էստեղ ստացանք, բավականին որակյալ, Հիմա այստեղ կառանձնացնենք խաղալիքները, որոնք պիտանի են ու կտեղավորենք այստեղ ամեն ինչ շատ կոկիկ կլինի։ Խաղալիքները սորտավորեցինք, սիրուն տեղավորեցինք այստեղ, այսենց առանձնացրեցինք այն խաղալիքները, որոնք դեն նետելու են։ Ահա։ Մամա արեցի։ Այստեղ հանել եմ երեխաների անկողինը, Ադանը մաքրում է, ինձ է օգնում, ասել եմ սիրուն կմաքրես ամբողջ մահճակալը, Արնոն էլ է ինձ օգնում, լվացքը միասին հավաքեցինք, Արնոն ձեռքերը պահել էր, ոնց էիր պահել Արնո ձեռքերդ, այսենց պահել էր, ես լվացքը պարանից հավաքեցի, Արնոյի ձեռքերի վրա դրեցի, բերեցինք տուն, հիմա կանցնենք այս պահարանը կնայենք, Երեխաների սենյակում շատ բան չկա իրականում անելու, ուղղակի էլի գործը սկիսատ է մնում, հա վարագույրները պետք է անպայման հանեմ, պատուհանները լվանամ, դա էլ կանենք եւ այդպես։ Որ երկու Արնոն պարտեզում է, Էմինն ու Ադանը խաղում են դրսում, Սոսեն քնած է, ես անցել եմ խոհանոցի մաքրությանը ու այստեղ դրված է թուղթ եւ գրիչ պարտադիր, հենց գալիս եմ խոհանոցի մաքրությունն անելու, թուղթ ու գրիչը հետս բերում եմ, որ գրեմ ինչն է պակաս, ինչ պետք է գնել, այս տարաները հերթով մաքրում եմ, տեղավորում եմ այստեղ դարակներում, որ մաքրությունից հետո գնամ խանութ եւ պակաս գնումներ անեմ։ Այստեղ սենց շատ գործ չունեմ իրականում անելու, որովհետեւ գիտեք, ես այս դարակները պարբերաբար մաքրում եմ, դասավորում եմ, այս սամիթը
Իմ չորացրածն է, վերջերս Ռաֆոն ասում է, նենց եմ սիրում քո այս գիծը, որ ամեն ինչ որ մի բան անում ես, կանաչին օրինակ չես թափում, մտածում ես, որ կարելի է չորացնել, չգիտեմ, այս ինչը կամպոտ ես սարքում, միրգը մի քիչ, որ զգում եմ արդեն շատ է հասել սառնարանում, կամպոտ եմ սարքում երեխեքի համար, ասում եմ, նենց եմ սիրում բնավորության այդ գիծը, որ գիտես ինչից ինչ անես, ըստի դե այո, յատակայա, մի խոսքով այս սամիթը շատ էի առել, ու զգում էի, որ արդեն սառնարանում ապրում է իր կյանքը, որոշեցի, որ կարելի է չորացնել, փռեցի սիրուն սրբիչների վրա, ինչու դեն նետել, եթե կարելի է չորացնել և այլ տարբերակով օգտագործել։ Հերթը հասավ լվացքի մեքենային, սա հանել լավ լվացել եմ, անպայման գոնե ամիսը մեկ անգամ հանեք լվացեք, որովհետև այս ներսի հետևի հատվածում լվացքի փոշի ա կուտակվում, լիքը մնացորդներ ու հետո կարող է լվացքի մեքենային վնասի կամ լվացքից վատ հոտ գա ու ներսում լցրել եմ անտիպլեսեն, լցրել եմ քացախ, լիմոնի աղ, մի քիչ էլ լցնեմ, մի երկու կտոր եմ գցել, այնքան որ հիմա կմիացնեմ ամենաբարձր ջերմաստիճանի տակ, թող դատարկ մեքենան լավ պտտվի։ Քրեցի այս ամբողջ պահարանը, նորից հագուստները հանեցի, դասավորեցի, այն հագուստները առանձնացրեցի, որոնք որ երեխաների հագող փոքր էին։ Այստեղ վերնաշապիկներն եմ կախել, պիջակները, PlayStation-ն եմ հանել, պահել, որ ամռան ընթացքում շատ չզբաղվեն, որովհետև երբ դասի էին հաճախում, գալիս էին, իրենց դասերն էին անում, հետո ունենում էին այդ կես ժամը PlayStation խաղալու համար, բայց քանի որ հիմա արձակուրդներ ա, իրենք էլ ժամանակի զգացողությունը կորցնում են, նստում են PlayStation խաղալու ու մի քիչ ավելի երկար են մնում, իսկ ես չեմ ուզում, որ ամառն անցնի PlayStation-ի առաջ, դրա համար որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի ամռան ընթացքում առհասարակ հանենք ու պահենք այն, երեխաները թող խաղան բակում, թող գիրք կարդան, իրենց ամառային հանձնարարությունները կատարեն, մի խոսքով այդպես։ Այստեղ մի երկու բան էլ սենց առանձնացրի, այս գլխարկը Առնոյի գլխով փոքր է, չնայած շատ լավն է, այս պայուսակն էլ երևի արդեն շատ բուջուրիկ Առնոյի համար, որովհետև Էմինի իր դինոզավրով պայուսակն է նվիրել Առնոյին, այս մեկն էլ հանեցի, անկողինն եմ փոխել երեխաների, այսպես շատ սիրուն է, շատ ադուրս եկել, հիմա վարագույրները կհանեմ, պատուհանները կլվանամ, վարագույրներն էլ կուղարկեմ լվանալու և կանցնեմ արդեն այս պահարաններին ու այստեղ մի բան էլ ասեմ, եկել եմ երեխաների սենյակ, հիմա էլ այստեղ եմ սենց գրում, պահարանները դասավորելուց հերթով նայում եմ երեխաներից, որ մեկը ինչի կարիք ունի, բասանոշկա օրինակ Էմինին, մեկ ավել շորտ Ադանին, այսպես գրում եմ, որ գնումներ կատարելուց ավելի կողմնորոշված լինեմ, որովհետև երբ չես իմանում, թե հստակ ինչի կարիք կա, գնում ես ու ավելորդ իրեր ես վերցնում, որոնք որ կարելի է նաև չվերցնել, իսկ երբ հստակ գիտես, թե ինչի կարիք կա, թեն գնում ես կոնկրետ իրերի հետևից։ Մի բան էլ ասեմ, անկեղծ չեմ սիրում առհասարակ ավելորդ իրեր տանն ունենալ, մեկ որ ինձ ասում են, ոնց ես այս մի պահարանում 3 երեխայի հագուստ տեղավորում, ես զարմանում եմ, թե ոնց կարելի է չտեղավորել ու չեմ հասկանում, երբ երեխաները առանձին մեկ երեխան մեկ ամբողջ պահարան է զբաղեցնում, այդ իմ համար ուղղակի աբսուրդ է, որովհետև այդքան ավել հագուստը տանը պահելը ինձ համար ոնց որ տանը ավելորդ աղբ ունենաս, կներեք, կարող է շատ կոպիտ է համեմատությունը, բայց ինձ համար այդպես է, տեսեք, այս մի դարակը Ադանի շապիկների դարակն է, այստեղ որ հաշվեմ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 23, 24, 25, 26, եթե հաշվենք այստեղ մի քանի շապիկ էլ այստեղ է կախված, 30 շապիկ ունի Ադանը ու 30 շապիկ ես տեղավորել եմ այս մեկ դարակում։
կոպիտ հաշվարկով, եթե ամսվա ընթացքում ամեն օր 1 շապիկ հագնի, ինքը 1 շապիկը ամսվա մեջ հասցնելու է հագնի ընդամենը 1 անգամ։ 3 ամսում, 3 ամառային ամիսների ընթացքում 1 շապիկը, այս 1 շապիկը ինքը հագնելու է 3 անգամ ընդամենը։ Ու պատկերացնում եք, այդ ինչքան բավական է իրեն, դեռ մի բան էլ, որ գցում ես, անգամ այսքանն է շատ իմ համար, որ այս շապիկը ինքը ընդամենը 3 անգամ է հասցնելու հագնի, կարար հաստատ սրա ավելի կեսն էլ ունենար, ու 1 շապիկը ամռան ընթացքում ունենք 6 անգամ հագնել։ Բայց սրանից ավել շատ հագուստ ունենալը արդեն աբսուրդ է ու ավելորդ աղբ տունը լցնել է իմ համար։ Դրա համար ես չեմ սիրում տենց շատ անընդհատ վերցնեմ ու լցնեմ պահարանները խցկեմ, մեկը երեխեք ունեն իրենց սիրելի հագուստները ու հիմնականում հենց այդ հագուստներն էլ հագնում են։ Այդպես ասեցի, ես մտքերով էլ ձեզ հետ կիսվեմ, որովհետև ու նաև հա մի բան էլ ասեմ, կա եւս մեկ խնդիր, երբ չի տեղավորվում պահարաններում հագուստները, ուրեմն դուք ինչ որ բան սխալ եք անում կամ ճիշտ չեք ծալում հագուստները, ճիշտ չեք դասավորում, որովհետև տեսեք, ես այս պահարանում 30 շապիկ, այս հետևում էլ դրված է 6 երկար թևով շղթայով վերխեր, օրինակ ամռան հով երեկոների համար։ Ինձ թվում է ամբողջ ամռան ընթացքում 30 շապիկ եւ 6 վերխը այդ լրիվ բավական է, դեռ մի բան էլ ավել է։ Ու այդքանը ես տեղավորել եմ 1 դարակում։ Ու եթե դուք այսքանը տեղավորում եք 4-5 դարակում կամ չեք կարողանում 1 դարակում տեղավորել, ուրեմն ճիշտ չեք հաշվարկել, ճիշտ չեք ծալել, հագուստները, չգիտեմ, կարող է խցկել եք իրար վրա, որովհետև եթե ես սենց սիրուն չծալեի, այս հագուստները հաստատ այստեղ չէր տեղավորվի։ Իսկ ինչ եմ անում սեզոնային հագուստները, երբ սեզոնն ավարտվում, պահում եմ մահճակալի տակ, այս հսկայական մահճակալի ամբողջ ներքևի հատվածը երեխաների սեզոնային հագուստներն են։ Հիմա այստեղ արդեն դրված է իրենց աշնանային ձմեռային հագուստները։ Աշնանը արդեն կպահեմ ամառայինները ու սրանք կհանեմ, նորից սիրուն կտեղավորեմ։ Ամեն անգամ երբ ընկերներս ինձ ասում են դե լավ 2 ամիսը մեկ խի ես դու տենց ու բորկա անում, ես իրենց ցույց եմ տալիս ամեն ու բորկայի վերջում այս պատկերը ու այո, չգիտեմ թե ոնց է ստացվում, բայց ես ամեն ու բորկայից հետո տանից մոտ 7-8 տոպրակ աղբ եմ հանում։ Դե իսկ ես ավարտեցի այս անգամի մաքրությունը, երևի թե 2-3 օրում ու կարող եմ հանգիստ սուրճս վայելել։ Չեմ հիշում արդեն իմ բորկայից ձեզ համար ինչ հատվածներ եմ ֆիքսել, բայց ես վերջացրեցի բոլոր իմ գործերը։ Հիմա գնում ենք գնումների, որովհետև ընթացքում թղթի վրա նշումներ էի անում ամեն դարակի հասնելուց, մաքրելուց, թե ինչ կիսատ պռատ բաներ կան, որոնք պետք է գնել։ Ու հիմա, քանի որ արդեն վերջացրել եմ տանս գործերը, կարող եմ հանգիստ գնալ գնումներ կատարել, իհարկե սոսերի հետ։ Չավես հաճելի քամի է։ Մի վայրկյան աչքս թարթեցի, սոսեն կերավ ցուցակս։ Եկա գնումներս տեղավորեմ ու մի հատ անկեղծ անհանգստությամբ կիսվեմ ձեզ հետ, ժողովուրդ լավ դուք եք նկատել ոնց է ամեն ինչ թանկացել։ Երևի 40,000-ի գնում ենք արել, ընդամենը 1 օրվա ուտելու մթերքներ։ Շուշտա, բալզամիկ, թան, մակարոն, լազանիայի, աղացած միս։ Ես բաժակից եմ վերցրել որ ունեինք կրակովսկի միսիկներ, սենց պանիր, կարոն, մածուկ, եգիպտացորեն, աղացած կարմիր պղպեղ, սև պղպեղ, չկա, սոյայի սոուս, հետ, քացախ, բիցայ խմբ։ Սիրելիներս պատրաստում ենք լազանյա Էմինի պատվերով ու քանի որ Ադանը շատ է սիրում խոհանոցը, ինքը հիմա այստեղ է իմ կողքին։ Արնոն եւս այստեղ է, կադրից են կողմ նստած է սեղանածածկի վրա, ամբողջ ընթացքում լուր հետևելու է մեզ, չէ՞ տղես։ Այո։ Իսկ Ադանը ինձ օգնելու է, հաջորդ անգամ արդեն կփորձի Ադանը ինքնուրույն պատրաստել, այսօր քայլերը հերթով կնայի, թե ես ինչ եմ անում։ Ադանի հետ մենք առաջին անգամ ենք լազանյա պատրաստելու, չէ՞։ Դու Ես պատրաստել եմ առանց քեզ, դու իրար հետ չենք արել, չէ՞։
իրար հետ չէ։ Չափաբաժիններով կաշխատեմ թողնել մեկնաբանություններում կամ նկարագրություններում կամ եթե մոռանամ ինձ հիշեցրեք մեկնաբանություններում ու կդնեմ, որպեսզի դուք էլ պատրաստեք այս տարբերակով իդեալական շատ համեղ լազանիա ստացեք։ Եք ասեմ, ինչա մեզ անհրաժեշտ։ Նախ անհրաժեշտ է մեզ համեմունքներ, համեմունքները կարող եք ըստ ճաշակի ավելացնել կամ պակասեցնել, նայած թե դուք որն եք նախընտրում։ Այն ինչ ես եմ նախընտրում, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղներ, քաղցր եւ չիլի, չաման, Չիլին այդ ո՞րն է։ կծուն, խմելի սունելի, մուսկատնի արեղ, կարող եք վերցնել նաև փոշի տարբերակը, ես հենց այս կլոր գնդիկներն եմ վերցնում եւ քերում եմ տոմատի մածուկ, մի քանի պճեղ սխտոր, երևի թե 2 պճեղ սխտոր, ցիտրոն եւ քիմիոն։ Իհարկե այս համեմունքներից ոչ մեկը չի կարելի չարաշահել, պետքա շատ զգուշորեն օգտվել այս համեմունքներից, որպեսզի շատ նուրբ համ փոխանցի մսին։ Ես ճիշտ գիտեմ, որ չարաշահել այդ նշանակում է այտենց օրինակ ուտել շատ ուտել, շատ լցնել։ Այո, չարաշահել նշանակում է շատ օգտագործել։ Հիմա մեզ չի կարելի, որ մենք Եթե մենք դեռ շատ անենք, մեր այդ գործը համեղ չի ստացվի։ Չի կարելի, որ չարաշահել Եվ կտրատած միս։ այս համեմունքները։ Մեզ պետք է նաև աղացած տավարի միս, որը ես նախապես շատ լավ լվացել եմ, չնայած ասեմ ձեզ, ասում են, որ միսը լվանալ չի կարելի օգտագործելուց առաջ, հատկապես աղացած միսը, բայց չգիտեմ, ինձ մոտ դեռ չի ստացվում այդպես անել, ամեն դեպքում լվանում եմ։ Հիմա սկսում ենք միսը համեմել։ Ադանի ինձ կօգնի, հա։ Պետքա չի չարաշահել։ Սև պղպեղը բացի։ Մի փոքր քիմիոն կավելացնենք, շատ քիչ։ Լավն է բույրը։ Անեմ սև պղպեղը։ Չեսի զեբիբարը։ Հա, սև պիպարը։ Հետիքա։ Չէ, էլի Մամա զեբիբարին ասում են սև պղպեղ։ սև պիպարը։ Այս համեմունքները։ Խմելի սունելի։ Սա։ Սպասի, նայի ես ինչքան եմ լցնում, նայի զգում ես քչությունը։ Այ եթե սրանից ավել լցնեմ, արդեն այդ չարաշահելը կնշանակի։ Ինչ անուշոտ եկա։ Լավն է, չէ։ Այս կծույա չէ։ Չէ, այս քաղցրն է, քաղցրը մի քիչ շատ կլցնենք։ Բայց չի չարաշահել։ Չիլին էլի քիչ։ Կծու։ Բավական է։ Համել մենք նայեք մեր մոտ ունենք բաների այսպեսի, այսպես համենք չէ։ Սպասի, սրանց հեսա հենց հերթը հասնի, նոր կասենք, լավ։ Մի փոքր էլ ցիտրոն։ Շատ չանենք, հա։ Շատ պետք չի։ Եվ նաև տոմատ համա մեզ պետք։ Մի գթալ տոմատ էլ ավելացրինք։ Եվ խառնենք։ Դուր։ Հիմա շատ լավ խառնում ենք։ Այսը չեք ծեզվում։ Էդի հետո։ Դա դեռ չէ։ Հիմա շատ լավ խառնում ենք, որ համեմունքները, սա դեռ մեզ պետք չի։ Միսը համեմեցինք, մի լավ խառնեցինք, եթե անկեղծ լինեմ, մի մասը ուղարկեցի սառցախցիկ, որովհետև զգացի, որ շատ էր։ Հիմա գլուխ սոխ եմ մաքրել, մանր կտրատում ենք, ուղարկենք տապակի մեջ, Արնոն էլ խելոք։ Հելի ինձ նայի։ Ոխսից լավ տոթա։ Դու ես այդ թխը։ Ադանն է թխել է տորթը։ Համովա։ Հեսա կկտրեմ կուտես, լավ։ Հա։ Հիմա կտրատում ենք մանր սոխը։ Կտրած էց տար, ուտեպ։ Հանուշը, սա պրծնենք նոր։
Եվս մեկ գլուխ սոխ եմ մաքրելու, այսինքն մեզ անհրաժեշտ է 2 լավ մեծ գլուխ սոխ, մանր կտրատում ենք ու ուղարկում տապակի մեջ։ Եղեք ջան, հեսա կլացեմ էլի։ Այս սատածը կջնջեք։ Ինչ ես ասում, Արմենը։ Ես ադարն է դասել։ Դա դու ինչ էիր ասում։ Ես ջոբի բան չի ասում։ Ման դու սև կովեր ես։ Կովեր, պովեր։ Չէ, սև կովեր։ Սև կով։ Չէ, սև կովեր։ Կովեր չէ, պովեր։ Սև պովեր։ Չէ, դες սև կովերի անունը դες չեն ասում։ Բա, կովեր այդ կենթանի է, Արնո։ Սև կովեր։ Ես նկատի չունեմ սև չուր։ Ես նկատի ունեմ սև կովեր։ Կովեր ինչ է։ Սև կովեր ինչ է։ Բա լավ է Հա, կտրած։ այդի պետք է ասես սև պովեր։ Դու ես էլ։ Հա, ասեմ ամ դու սև պովեր ես։ Ման դու սև կովեր ես։ Ես չգիտեմ սև կովերի անունը։ Ադան, դու քանի տարեկան ես։ 8 Իսկ դու Արնո։ Ես 3 3 Ահա։ Օրինակ 8 տարեկանը արդեն այնքան էլ փոքր տարիք չի, որ մարդ իմանա ենթադրենք, թե ինչ մասնագիտություն կցանկանար ունենալ, ինչ աշխատանք կցանկանար ունենալ։ Հիմա դու օրինակ մտածել ես Ադամ, որ մեծանաս ինչ մասնագիտություն կցանկանայիր ունենայիր։ Շեֆ պովեր խոհարարություն։ Խոհարարությունը քեզ դուր է գալիս։ Իսկ դու Արնո։ Ես որ մեծանամ Բեթմեն եմ դառնալու։ Որտեվ ես Բեթմենի կինոն շատ եմ սիրում։ Առնա, բայց իրական Բեթմեններ քեզ չունեն, է։ Այդ ընդհանրը կինոն են սարքում։ Այդտենց իրական չի։ Այդտենց մարդն առնա հատուկ սարքերով այդտենց բռնում, բարձրացնում, տանում է։ Մտամ թե կինոյում ինքը թռնում է։ Ուրեմն ես թռնեմ։ Չես կարող։ Վարվեցանամու պետրեմ։ Օդում չես կարող, այդպես չես կարող։ Բայց իմա բայց Բեթմենները մի ստատու ունեն։ Որ մեծանա Բեթմեն դառնում կարա թռնի։ Իրաց ատորի մեջ մոտո կարա կա հատուկ։ Հա, էդի կինոյում, բայց իրական կյանքում այդպես չկա։ Դա չեն է սարքել։ Ես սատանամ ու գորություն չունենամ։ Ավադես, լավ, ես ավախ շուպատ անկապ մեծանամ կդանամ։ Արնա, դետ սուպերմեն դառնաս, սուպերմենի տեղը սուպերմենը չես կա դառնաս։ Որտեվ առաջին դու կաս քո աչքերի լասեր խարած, ոչ։ Եվ օդում թռնել չես կարող։ Ավաղ Սպայդերմեն։ Սպայդերմեն չես կարող։ Հա, դու կաս քո ձեռքերս պոչին հանես։ Հա, ես կարամ։ Հա, ես միատ հանի։ Սարտի պես տենց պուջուր բանեն ա պահում։ Միակ սարտը կարա վրով կնա, ուրիշ ոչ մեկ։ Մինչ տապակի մեջ 2 գլուխ սոխն է տապակվում, այստեղ ձեռքի հետ քերում եմ մուսկատնի արեխը, հայերեն, եթե չեմ սխալվում, մշկնկույզ են ասում իրեն։ Սա պահում ենք բեշամել սոուսի համար, սոխը շատ լավ ոսկեգունել է, այստեղ կարող ենք ավելացնել արդեն միսը։ Ջուրը։ Ես եպը հավանը դարը։ Ես այստեղ հայրիկիս համար կոֆեյ
Ավելացրեցինք նաև 2 պճեղ սխտոր, իհարկե սխտորը կարելի էր նաև սոխրի հետ տապակել, բայց քանի որ շատ արագ վառվելու հատկություն ունի սխտորը, դրա համար նախընտրեցի հիմա ավելացնել։ Միսը կրակից վերցրինք արդեն ու անցնում ենք բեշամել սոսին։ Դրա համար էլի ադանն ինձ օգնում է, հալեցրել ենք կարագը, ավելացնում ենք ալյուր և անընդհատ խառնում, շատ սիրուն խառնի, որ չկպնի հանկարծ ալյուրը։ Ալյուրն ու կարագը լավ խառնեցինք, հիմա ավելացնում եմ սերուցք, կարելի է ավելացնել նաև կաթ, ես ձեռքի տակ և կաթ ունեի և սերուցք, բայց որոշեցի սերուցք ավելացնել։ Հասանք ամենակարևոր բաղադրիչին, այստեղ եմ ավելացնում մշկընկույզը, սա իդեալական համ է տալիս ու ինձ համար լազանյայի ամենավառ արտահայտված համն է։ Եվ հասանք վերջին քայլին, այստեղ պատրաստ է և բեշամել սոուսը, և պատրաստ է միսը, հավաքում ենք ամբողջը տապակի մեջ։ Շարի լիստերը։ Վերջին շերտով լցնում ենք պանիրը։ Քանի որ լազանյան Էմինի պատվերներ, Էմինը եկավ, որ մասնակից լինի, լավ, առատ, Իսկ ես այստեղ պանիր ենք նայում եմ։ Վերջ և մեր լազանյան ուղարկում ենք ջեռոց վերջնական փուլն անցնելու։ Մոտ 45 րոպե 180 աստիճանի տակ ջեռոցում յոփվելուց հետո աշխարհի ամենահամեղ լազանյան պատրաստ է, ընտանիքիս անդամներ գնահատեցին 10-ից 1 միլիոն։